Ողջույն բարեկամներ, ուզում եմ սկսեմ լավ նորությունից։ Երեկվանից ճիշտ ասած լալված սպասում էի Ամերիկայի կողմից Իրանի վրա հարձակման հնարավորության մասին, որովհետև ամբողջ արսենալը, որը տեղակայված էր տարածաշրջանում, ուղղված էր եւ շարժվում էր դեպի Իրանի կողմը, եւ այս ինֆորմացիան հաստատում էին բոլոր հնարավոր օֆիցիալ աղբյուրներից։ Եվ այսպես այսօր ինչ որ պատճառներով այդ շարժումը վերադարձել է, ճանապարհաշեղել է ու վերադառնում է, նայեք։ Everyone was waiting for the moment when America would attack Iran. But America did not attack Iran, and the matter cooled down. However, very few people are aware that for the past 3 days, a fleet of the U.S. Navy and Air Force has been slowly approaching Iran. Looking at the size of this fleet, we realize that America is likely planning a massive attack on Iran. Now, you might be thinking, nothing will happen this time too. America will simply withdraw. Այո, 3 օր շարունակ բոլոր ուժերը մոբիլիզացվում էին եւ պատերազմի սկսման հավանականությունը կարծես թե 90 եւ 90% եւ ավել էր։ Ես միշտ վստահ եմ եղել, ու հիմա էլ եմ վստահ, Ամերիկան Իրանի վրա հարձակում չի լինելու։ Իրանի վրա ոչ ցամաքային, ոչ օդային ձևով հարձակվել իմաստ չունի, ավելի շատ հարձակվող կողմին է վնասելու, քան Իրանին։ Բայց Թրամփից ամեն ինչ հնարավոր է սպասել։ Սա լավ էր այն առումով, որովհետև պատերազմի պարագայում պատերազմը ուղիղ գալիս էր մեր տուն, Սյունիք։ Կարող է չկասկածել, որ Ադրբեջանի կողմից առեթևաց չեն թողնելու իսրայելցիները իրենց ռազմական բազաներից նույնպես հարվածելու։ Թե դրանից հետո ինչ կլիներ, սա այլ հարց է, գուցե ավելի լավ լիներ, քան մենք պատկերացնում ենք։ Բայց ամեն դեպքում պատերազմից այս անգամ եւս հնարավոր եղավ խուսափել։ Մենք իհարկե մանրամասն դեռ ընթացքում խոսելու ենք, բայց դա չի նշանակում, որ Դոնալդ Թրամփը հրաժարվեց այդ իդեայից, որովհետև կրկնում, սա իր իդեան չի, ինքը չի որոշում հարձակվի թե չհարձակվի։ Պարտադրումը Իսրայելը եւ դիմադրումը երևի այս պարագայում էլ կրկին ամերիկյան deep state-ը, որովհետև հենց Ամերիկային սա բացարձակապես պետք չի։ Եվ այսպես մեկ լավ նորություն եւս, ես ուզում եմ անպայման տեսնեք այս կադրերը, այսօր 147 դպրոցում Երևանի բացվել է Ռոբերտ Աբաջյանի արձանը։ Սա իմ համար անպատկերացնելի իրադարձություն է։ Ես չէի կարող իրոք հիմա էլ տեսնում եմ, հավատալս չի գալի, որ սա հնարավոր էր։ Ոչ թե որ Ռոբերտ Աբաջյանին կներեք, հիշող կամ գնահատող չկա, չէ, բոլորովին չէ։ Որտեղ մենք շատ լավ հասկանում ենք, ինչ տեղի պայմաններում են աշխատում ուսուցիչները, մարդիկ, բոլոր նրանք, ովքեր կարող էին այս նախաձեռնության աջակիցներն ու իրականացնողները լինեին։ Եվ վստահ եմ, որ նրանք մեծ դիմադրության մեջով են անցել, բայց ամեն դեպքում փաստը իրականացավ։ Ռոբերտ Աբաջյանի արձանը կանգնած է, նռնակը ձեռքը, եւ Ռոբերտ Աբաջյանը սա այս նռնակի սիմվոլը չի։ Մարդկանց ականջների մեջ է Ռոբերտ Աբաջյանի խոսքերը, այս դիրքերը հանձնողի վերաբերյալ, որ դիրքերում մեր տղեկի արյունն էր թափվել։ Սա շատ կարևոր բան է, որ մնում է սրանք եւ այս գաղափարը եւ այս երևույթը սիրող գնահատող ու հիշող կա։ Սա չափազանց կարևոր է, չափազանց։ Սա մեր վերածնունդի, մեր հաղթանակների համար չափազանց կարևոր է։ Առանց այս հոգեբանության, առանց այս նվիրվածության, առանց արժեքային այս տրամաբանության մեջ լինելու հնարավոր չի ոչ մի բան անել։ Բացարձակապես պատերազմներ կարելի է պարտվել, բայց հանձնված ազգերը վերանում են։ Ռոբերտի արձանի վերականգնումը, բացումը եւ այսքան մարդու աջակցությունն ու ուշադրությունը հուշում է դրա մասին, որ մեզ տարան պարտության, բայց մենք չենք հանձնվել։ Սա շատ չափազանց կարևոր է։ Ուզում եմ մի քանի բառ լսենք այդ արարողությունից։ Լսենք 44 օրյա պատերազմի մասնակից Արցախի հերոս
Դավիթ Արուշանյանի դուստր, դպրոցի սան Լիդիա Արուշանյանին։ Հարգելի ուսուցիչներ, հյուրեր, սիրելի աշակերտներ, այսօր ես կանգնած եմ այստեղ որպես Ռոբերտ Աբաջյանի անվան դպրոցի աշակերտուհի և որպես Արցախի հերոս մայոր Դավիթ Արուշանյանի դուստր։ Պատահական չէ, որ իմ ուսումնառության համար ընտրել եմ հենց այս դպրոցը, որտեղ պահպանվում են այն արժեքները, որոնց համար զոհվեց Ռոբերտը, որոնց համար զոհվեց հայրս։ Ինձ համար սա առանձնահատուկ և շատ հուզիչ օր է։ Այսօր իմ դպրոցի բակում կանգնեցնում է մի երիտասարդի արձան, ով հորս պես չվերադարձավ պատերազմից, ով հանուն հայրենիքի հորս պես գնաց գիտակցած մահվան։ Երբեմն թվում է, թե բառերը այստեղ անզոր են, բայց պետք է խոսել, պետք է պատմել, որ այն հերոսները, որոնց հիշատակը մեկ արմահացնում ենք, հեռավոր պատմության հերոսներ չեն։ Նրանք մարդիկ էին, ովքեր ապրում էին մեր օրերում, ունեին երազանքներ, սիրում էին կյանքը, բայց միևնույն է, կատարեցին իրենց ընտրությունը, կյանքի գնով պաշտպանել մեզ։ Նրանց շնորհիվ է, որ այսօր մենք գալիս ենք դպրոց, վայելում ենք կյանքը և կառուցում ենք ապագայի ծրագրերը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հերոսների հարազատներին ու ծնողներին։ Շնորհակալություն այն խաղաղ երկնքի համար, որ ձեր որդիները պարգևեցին մեզ։ Մենք հիշում ենք և կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի արժանի լինենք նրանց զոհաբերության։ Ցանկացած գաղափար ապրեցնողներով է ապրում։ Իրենք ինչ որ հնարավոր էր արեցին։ Հիմա այդ ապրեցնողները պետք է ապրեցնեն գաղափարը ու փոխանցեն սերունդներին։ Փոխանցեն ավելի լավ Հայաստան, փոխանցեն այն Հայաստանը, որի համար այս ընկերները զոհեցին իրենց կյանքը։ Սա մեծագույն պատասխանատվություն կա մեզանից բոլորի վրա։ Ինչպես եւ երեք կանխատեսում էի, հունվարի 28-ը բանակի օրը, որպեսզի ոչինչ սրանք չկազմակերպեն, ստեղծեցին հունվարի 27-ը, որպեսզի բանակի օրը ասոցացնեն սգո օրվա հետ, ոչինչ չանեն 28-ին։ Ուղղակի շարքային հայտարարություններ, մենք դրանց էլ իհարկե կանադառնանք, եւ ոչինչ, բացարձակապես ոչինչ։ Եվ հետաքրքիր զուգադիպությամբ 27-ը նաեւ հոլոկոստի օրն է, թե սրանք ինչ տրամաբանության մեջ են հայկական բանակի այս օրը, զոհվածների օրը նույնականացնում հոլոկոստի հետ, ես դժվարում եմ պատասխանել, բայց այն, որ բանակի օրը ասոցացնում են սգի, կորուստի, ողբի, ցավի հետ, անտեսելով, ստվերելով իրական բանակի տոնը, սա փաստ է։ Մենք չենք տրվելու դրան։ Չմոռանանք, որ բանակը մեկ տոն ունի, դա հունվարի 28-ն։ Եվ վերջ։ Իսկ սգո, լացի, կորուստի որ կարա լինի սեպտեմբերի 27-ը, որը ամենաճիշտն է, իսկ գիտեք ինչի չարեցին սեպտեմբերի 27-ին, որովհետև դուրս կգար, որ հենց իրենք են դրա պատասխանատու, որ հենց իրենք են դրա կազմակերպել։ Իսկ հունվարի 27-ը ինչ որ նեյտրալ, իհարկե ոչ այնքան նեյտրալ, բայց մի օր, որի համար կարծես թե իրանց ոչ մեկ չի կարող մեղադրել։ Թե 27-ն է, հունվարի 27-ը, հունվարի 27-ին իրենք ոչ մի բան չեն արել։ Ոչ մի այդ աստիճանի, սեպտեմբերի 27-ը դա կազմակերպված սպանդի սկզբի օրն է, որի միակ ու բացառիկ պատասխանատուն իրենք են, այս իշխանությունը։ Հայկական բանակը դա ոգու, դա գիտակցության մեծ արժեքների վրա ստեղծված բանակ էր։ Մեծ, գիտեք ամենամեծ արժեքը որն էր իմ համար բանակի ստեղծման ակունքներում, ինքնակազմակերպումը, մեծագույն նվիրվածությունը, որովհետև այդ բանակը ոնց ստեղծվեց, դա մեր Արցախյան պատերազմի հիմքի վրա էր, չէ։ Ովքեր էին գնում Արցախյան պատերազմ, ինքնակազմակերպված, ասենք ինքնուրույն մարդիկ, ոչ մեկ չէր տանում նրանց պատերազմ, մի ամբողջ ինքնուրույն պրոցես էր այդ ամեն ինչը։ Եվ պարզվում է, երբ որ ամեն մարդ, ամեն մի հայ իր ձեռը ուղղակի վերցնում է պատասխանատվություն եւ փորձում է հարցին լուծում տալ, նույնիսկ առանց բանակ ունենալու հնարավոր է հաղթել քեզանից մի քանի անգամ ուժեղ թշնամի։ Այն ինչ որ եղավ առաջին Արցախյան պատերազմի ժամանակ։ Բանակի օրվա կապակցությամբ
մեծագույն ները հայտարարում է, որ Հայաստանը պատերազմ չի պատրաստում։ Բանակի օրվա կապակցությամբ սա է հայտարարում։ Ները ինչ է գրում։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը դրա համար է, որ մենք ասում ենք Հայաստանի Հանրապետությունը 29743 քառակուսի կիլոմետր տարածք է։ Դա էլ է սուտ ասում։ Այդ տարածքից 200 քառակուսի կիլոմետրը դժվար գրված է։ Գրաված է։ Դա էլ է սուտ ասում։ Խախտված է Հայաստանի սահմանադրությունը, որի պատասխանատուն ինքն է։ Հանցագործ, բայց գնանք առաջ։ Որի խնդիրն իր քաղաքացիների անվտանգությունը եւ բարեկեցությունն ապահովելն է միջազգայինորեն ճանաչված տարածքներում։ Որ միջազգայինորեն։ Միջազգային ինչ է, այդ որ փաստաթղթով ինչ միջազգային։ Մի միլիմետր շեղում եղավ այս ամեն ինչից, բանակի մասին մենք ինչ խոսում ենք, նախ կանգնելու է ինչ մի միլիմետր, 240 կիլոմետր Ալիևը գրավել է Հայաստանից, ինչ միլիմետր։ Եվ ոչ մեկ սա բերանը չի տագիվան։ Ի վերջո ամենակարևորը շարակարգը անվտանգություն դա խաղաղությունն է։ Չկա ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունն է։ Խաղաղությունը ուշալի երաշխիք։ Այսօրվա աշխարհում խաղաղությունը ոնց է խաղաղությունը ինքնին ոչ կարող է երաշխիք լինի։ Խաղաղությունը երաշխիք է տնտեսության զարգացման համար, բայց խաղաղությունը խաղաղության երաշխիք չի կարող լինել։ Սա նրանց համար, ովքեր այս կարող այս բարերի մեջ հետաքրքիր բան են գտնում, չգիտեմ, հանգավորում են գտնում։ Խաղաղությունը չի կարող խաղաղության երաշխիք լինել։ Խաղաղությունը լավ է տնտեսության համար, բայց խաղաղությունը ինքնին խաղաղության երաշխիք չի կարող լինել։ Խաղաղության երաշխիք կարող լինել բացառապես ուժը եւ բանակը։ Բացառապես։ Ես չգիտեմ, այս տողերը ոնց են վերցնում ով մեդիաները տարբեր տեղերից, բայց մի ամբողջ ելույթ ոչ միտեղ չգտա որ ստարթայի։ Իսկ դեռ ասում է ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է եւ կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Փաստորեն սա ինքը խոստովանում է, որ Հայաստանը ինքը սարքում է գայթակղիչ զոհ ուրիշ երկրների համար։ Որտեղ ինչ է նշանակում ուժեղ բանացող չունեցող երկիրը գայթակղիչ է։ Այդ մենք ենք, որը ինքը վերածել է 32 պունկտ ավելի ցածր բանակ ունեցող երկրի, քան Ադրբեջանը։ Իր իշխանության օրոք Հայաստանը 32 պունկտ հետ է գնացել ու դարձել է խոցելի երկիր եւ ինքը ասում է ուժեղ բանակ չունես, դու խոցելի երկիր ես, դու գայթակղիչ ես ագրեսիայի համար։ Սա ինչ է մեծ պատերազմի է պատրաստում։ Ով է սրա պատասխանատու։ Ով։ Դու ո՞նց կարող ես ասես, քեզ մի կողմից բանակ պետք չի դու խաղաղության ես գնում, մյուս ձեռով ասես, հա գիտես, որ բանակ պետք չի դու զոհ ես։ Հետո մենք գիտենք, որ բանակ եթե չունես, կներեք, եթե բանակ չունես դու զոհ ես գայթակղիչ։ Մենք գիտենք, մենք չենք հասկանում դու ինչի ես դա անում։ Չէ, դա էլ ենք հասկանում, բայց անելուց հետո սա ինչի ես մեզ ասում, որ մենք լավ իմանանք դու ինչ ես անում։ Այսպես բանակը սպանած, Հայաստանը սպանած եւ դրա համար Ալիևին շնորհակալություն հայտնողները այսօր եկել են եռաբլուր։ Ես այս կողքի դեմքերին եմ նայում։ Դե ես իդեքը որ պատիտակի գնդակահարվող եմ, դրա մասին ոչ մի խոսք չկա։ Ես են հետևի աշխուժ քայլողներին, ճանապարհ ապահովողներին, փակողներին այսօր վիդեոներ էին նայում, դեմքերին էին նայում, ասում դες սրանք հասկանում են ինչ են անում։ Անկեղծ եմ ասում, ինձ ամենաշատը դա է հետաքրքրում։ Այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, ես չեմ զարմանում, ես գիտեմ, ես հասկանում եմ ինչի է անում նա, ոնց է։ Բայց այս կողքինները հասկանում են նա ինչ է անում։ Հասկանում են իրենք ինչ են անում։ Թե իրենց թվում է մենք իրաց չենք տեսնում, այդ հարցը մենք իրաց չենք տալիս։ Լավ, իրենց իր կողք է անվտանգությունը իբր ապահովողները, դրանք ընտանիքներ չունեն, կին, երեխա, բարեկամ, հարևան, հայր, եղբայր, քույր, քրոջ երեխա չունեն։ Իրաց չեն ասում այն ընկեր ջան, դու ինչ ես անում։ Ինչով ես դու զբաղված ընդհանրապես։ Դուք հասկանում եք, որ ձեզ շնորհիվ է սա այլանդակում մեր երկիրը, ձեր երկիրը,
ոչնչացնում է երեխեքի ձեր երեխեքի ապագան։ Իրանց ձեռքով են, ձեր ձեռքով են սպանվում Աբաջանները, Ռոբերտները, հասկանում եք։ Իրան թուրքը չէր կարող այդ երեխեքին սպանել։ Այս մասին լսենք։ Թշվառ է Սակելնիկ ասի թիվ 1 մեղավորի ես եմ, չէ, դու չես, որովհետև դու ընդամենը Նիկոլ Հակոբյանն ես, դու ոնց կարաս մեղավորն ես, խամաճիկ, ես 2017 թվին եմ ասել, որ ինքը խամաճիկ է, 18-ին եմ ասել, 19-ին եմ ասել, որ ինքը խամաճիկ է։ Ու էստեղ խամաճիկ լիներ ընդամենը, խամաճիկ, չէ, խամաճիկը այդքան վտանգավոր մարդ չի, սա նախաձեռնող հանցագործա, սա այս ամբողջ կոտորածի կազմակերպիչն է, ինքը խամաճիկ չի, ընդամենը, նույնիսկ եթե ինքը խամաճիկը դրանից իր պատասխանատվության բեռը չի գնում, ինքն է այս ամեն ինչի թիվ 1 պատասխանատուն ու մեղավորը։ Սա մասին ուղղակի հիշացնեմ, որ ոչ մեկ չմտածի մոռացել են, լսենք ինքը։ Այսօր մեր տղեկի տոնն է, այստեղ բոլոր նահատակված տղեկի օրն է այսօր, իմ համար այդտեղ է, իմ տղայի տոնն է, եկել եմ, որ տոնը շնորհավոր է, անկախ ամեն ինչից երկրի օրվա իշխանությունները դավաճանեցին այս տղաներին, մեր անողնաշար զինվորական բարձր աստիճան սպաների հետ միասին, գեներալիտետի հետ միասին, այս տղաներին դավաճանեցին, բայց այսօր մեր համար տոնն է։ Սիրում եմ, որ խոսքը ամբողջական է լինում, չեն ասում իշխանությունները մոռանում են գեներալիտետին, չէ, դրանք համատեղ են կազմակերպել այդ սպանդը։ Սիրում եմ, որ ամբողջական է լինում խոսքը։ Իմ տղայի օրն է, եկել եմ, որ այսօր իրան շնորհավորեմ այս բոլոր նահատակված տղաներին, հասկանում եք։ Այսօր մի ընկեր գրել էր, որ զորացրված է, բանակի զորացրվել է 22 թե 23 թվական, 22-ի վերջին 23 թվականի զորացրվել է ու ինձ ուզում էր համոզել, որ բանակում լիքը հայրենասեր զինվորականներ են մնացել։ Իհարկե այս բանականերում ես չեմ վիճում մանավանդ որ տեքստ են գրում, ես տեքստերը չեմ էլ պատասխանում։ Կարծում եմ, շնորհակալություն հայտնում եմ գնում է, որ հայրենասեր զինվորականներ են մնացել, որ ես կարող եմ հանգիստ լինել բանակի համար։ Ես շնորհակալություն հայտնեցի իհարկե ինձ հույս տալու համար։ Գիտեք, չեմ հավատում։ Լսե ինչու։ Ես խոսքերի չեմ հավատում ուղղակի։ Ես գործին եմ հավատում։ Ինձ ասել պետք չի թե դուք ինչքան եք սիրում ձեր երկիրը։ Ինձ դա այսօր ոչ մի բան չի տալի։ Իր երկիրը սիրողը չէ ենթարկվի այդ հրամաններին։ Իր երկիրը սիրողը ապստամբած կլներ։ Իր երկիրը սիրողը մի քանի դավաճան գնդակ ահարած կլիներ։ Չէ որ դա իր պարտականությունն է, չէ որ դրա համար ինքը երթում է տվել, արա, դու զինվորական ես, դու երթում ես տվել պաշտպանել հայրենիքդ։ Ումից եթե դու ծառայել ես, ծառայում ես, այդ նույն դավաճանի դու ումից ես պաշտպանում այդ հայրենիքը եւ այս ամեն ինչի չի համալա։ Զգում եք ձեր մեղքի դրա համար, եք այդպես մտածում։ Դա համար փորձում եք համոզեք մարդկանց, որ դուք լավն եք, ուղղակի ձեզ հիվանդանոցում փոխել են, հա։ Չէ, տղեկ։ Այսօրվա ոստիկաններից սկսած եւ համակարգից վերջացած մինչեւ բանակ։ Ցանկացած մեկը, ով ծառայել է այս ընթացքում ու ենթարկվում է այս օրենքների, ու շարունակում է ծառայել, թեկուզ վաղը գնա թոշակի բացարձակապես ինձ էդի ոչ մի չի ասում, դուք բոլորը հանցակից եք, չորով դուք հանցակից եք, հասկանում եք, չէ որ այդ վաղը ես այդ բոլորի աշկերի մեջ եմ նայելու, ես ամտած սեղ չեմ մնալու, դուք չեք կարող գլուխներդ փախցնել, գլուխներդ ավազի տակ մտնել, ես վերադառնալու եմ իմ նման մարդիկ կան այնտեղ, դուք բոլորին պետք է պատասխան տաք, ով այդ համազգեստը հակել է հակնում է, դուք բոլորդ պատասխանատու եք, իսկ հիմա լսեմ սա, լսենք ընկեր։ Պետք է ուժեղ բանալու նրանք, որ մեր վրա չհարձակվեն, պատերազմներ չլինեն։ Այսինքն համարում ենք, որ 2016-16 եւ դրանից առաջ բանակ քանդողը բանակ սպանող, ասում ուժեղ բանակ պետք է ունենանք։ Դուք ո բանակի երեխեքի լավագույն սակրավորներին դու սպանեցիր, հետո վառեցիր ու գործը միջև բացահայտված։
Մեր բանակը թույլ է եղել դրա համար։ Ոչ, մեր բանակը ուժեղ է եղել։ Ինչի մասին է խոսքը։ Մենք բոլորս էլ քաշ տեղյակ ենք։ Նախ եկեք Նիկոլից չխոսենք, որովհետև ես զզվանք եմ ապրում։ Բացարձակապես իրա ոչ մի գրառում, ոչ, այսինքն ես համացանցելում չկամ, բայց ոչ հեռուստատեսությամբ եմ փորձում իրա ձայնը լսել, որովհետև ինքը ազգադավ, ազգակործան մարդ է, ինչի մասին է, բոլորիս էլ քաչ հայտնի։ Միա որ ինքը բարոյական իրավունքներից զուրկ մարդ է, ոչ մի բարոյականություն, ոչ մի սրբություն չունի։ Իրանց սրբությունը, ՔՊ-ի սրբությունը փողն է, ու վсё, ուրիշ ոչ մի բան։ Իրանց հայրենիք է, իրանք անհայրենիք մարդիկ են։ Վերջ։ Գրագետ, զուսպ, ես ասում եմ Փաշինյան Նիկոլ, դու վստահ եղի Գալյանների նման ամեն ինչ տեսնող, հասկացող հազարավորներն են, եթե ոչ տասնյակ հազարավորները, որոնք հանգիստ նստած սպասում են այն երջանիկ օրվան, երբ որ դուք մնալու եք առանց այն ենիչերիների սպասարկող, որը ձեզ այսօր անվտանգությունն է ապահովելու։ Օրը գալու է, դուք այս մարդկանց հետ մնալու եք դեմ դիմաց մենակ։ Ես ասում Փաշինյան Նիկոլ դա իր ամբողջ ախորին է վերաբերում, բոլորին միջև վերջ։ Ես հիշաչած չեմ, ես ուղղակի իմ երկրի դավաճաններին չեմ ներում։ Ինքը ում դրան շունն է, որ իմ անունից գնա շնորհակալություն։ Ինչի համար է շնորհակալություն ասում Ալևին, այ Վահագն Խաչատուրյան, այ Էֆիրով չգիտեմ, ասա, մենք սա ասում ենք, հասկացանք։ Անողնաշար, դու խի ես շնորհակալություն ասում Ալևին, արա։ Այ տղա, դու խի ես իրան շնորհակալություն ասում։ Չգիտեմ, ջղայնացած եմ, ահա որ։ Ինքը չկա այդքան որ ինքը ով է, խի պետք է իմանում մեր անունից, ինքը այդ իրավունքը չուներ։ Դե ինչի համար ասում շնորհակալություն, արա դու շատ եմ ջղայնացել, անհասանալի ջղայնացած եմ այդ դրա ասած բառերից հետո։ Առհասարակ աշխատում եմ այդ նորություններ բան չեմ նայում, բայց դե Facebook-ը մտնում ես հանգարցակի գալիս է, հանգարցակի տեսնում ես ու մի օր, ցելի օր տեղը չեմ գտել։ Շնորհակալություն, ինչի համար։ Բա իհարկե։ Ոչ թե որ թվացրել, այլ ես բառ չեմ գտնում ասելու։ Ինչ ատելություն ա լցվել այսօր գործող իշխանությունների դիմաց, ես չգիտեմ, արդեն արտահայտվել բան չունեմ։ Այո։ Գրիգորս այ Դավիթը որ կանգնած այ դրա հետևի բլուրի վրա է ասում։ Մի ամբողջ ազգի ստեպեցիկ ատել։ Հասկանում եք, ատելությունը ինքը լավ զգացում չի, ատելությունը ինքը քայքայող զգացողություն է, քայքայող, բայց դուք մի ամբողջ ազգի ամեն ինչ արեցիք, որ ատելություն նույնիսկ այդ բառը չէ, խորքային ատելություն, խորքային, նզովքի հասնող ատելություն եւ դες ցանկություններ առաջանա մեր բոլորիս մոտ։ Միշտեղ մենք մեն աման հանգիստ ապրում էինք էլ։ Ինքը լավ զգացում չի, բայց դուք պես բերեցիք այդ միջակայքին։ Մարդիկ նույնիսկ խոսքեր չեն կարողանում գտնել առանց հայոյելու։ Այս մարդիկ կան սպասում են այդ լուսավոր օրվան, երբ որ դուք պետք է նստեք ու ասեք ինչի համար եք շնորհակալություն հայտնել եւ ինչի համար եք այս ամեն ինչը կազմակերպել։ Որը գալու է չկասկածեք։ Երևի հիշում եք, այս թազա կլուբի մասին մենք խոսացել ենք, այդ բացված։ Հիմա Պասոն տամենը 9-10 երկիր է միացել այդ կլուբին։ Ոչ թե Թրամփի կլուբին, Նետանյահուի կլուբին։ Եվ ընդեղ է Հայաստանը, որին ասեցին, արի, որ փոխանցեր։ 1 միլիարդ պարտադիչի որ դաս։ Արի, կարևորը գլխականակն է իդեմս քեզ։ Ովքեր կան ընդեղ, տեսնենք, մենք որ երկրների կողքն ենք, որ մեզ ասում են մենք արևմուտք ենք գնում։ Ալբանիա, Բահրեյն, Բելարուս, իհարկե Եվրոպայա, Հունգարիան իհարկե Եվրոպայա, որտեղ քո քաղաքացուն է սպանում։
Հաջորդիվ գալիս է Ղազախստան, լրիվ Եվրոպա են գնում, լրիվ Կոսովո, Պակիստան, Կատար, Թուրքիա, Ուզբեկիստան, վերջ, այսքան մենք։ Այսքանով շնորհավորում եմ, մենք աշխարհի հզորների հետ ենք, մենք պաշտպանված ենք։ Այն որ ասում են գնում ենք արևմուտք, Ստեփան Գրիգորյանը, չէ, Ազատ Արշակյանն է, չէ ասում, հենա, արևմուտք են գնում, այս իրանց ասած արևմուտքա, աշխարհագրությունից այդքան էլ լավ չեն եղել, չէ, աշխարհագրությունից վատ չեն, բարերականությունից են մի քիչ կահում, մեղմ ասած մի քիչ կահում, տվեք այս ցուցակը թող նայեն ու ցույց տան ստեղ որտեղ է Եվրոպան, այդ որտեղ է, որ մենք չենք տեսնում էլի։ Այսպիսի մի նորություն տարածվեց այսօր սոցիալնետացավ, բայց ամեն դեպքում ասեմ, որ դո կուսակցություններ, Վարդան Ղուկասյանը հայտարարություն տարածել, որ այսուհետև իրենց կուսակցության նախագահ Անուշ Գուլավերդյանը չի հանդիսանում կուսակցության նախագահ, իրավունք չունի կուսակցության անունից խոսել, մի խոսքով, զրկված է բոլոր այն ֆունկցիաներից, որոնք ինքը ուներ։ Ես ինչի եմ ես հասցին անդրադառնում, որովհետև այսօրվա այդ բանի մասին, այս երևույթի մասին, ես լիքը նամակներ եմ ստացել, մարդիկ մտածել են, որ ես անպայման դրա մասին կարող եմ ավելին ասել, քան հայտարարել է Վարդան Ղուկասյանը։ Թե ինչի մասին է սա, ես չեմ կարող ասել, որովհետև չեմ հասել այդ մասին ես խոսել։ Բայց ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Լավ, ասենք, եթե Անուշ Գուլավերդյանը այլևս կուսակցության նախագահ չի կամ տեղ ներկայացուցիչ չի, ինչ կարգավիճակով է լինելու, ով է լինելու, այսինքն մասնակցելու են ընտրությունների թե ոչ կուսակցություն ենք իրանով, իր անդամներով, ով է լինելու վարչապետի թեկնածուն։ Շատ հարցեր կա, որ ես հարցերի պատասխան չունեմ, շատ կուզենամ անձամբ Վարդան Ղուկասյանի հետ խոսել, բայց նաև հասկանում եմ, որ այսօրվա իր ինֆորմացիան վակուումի մեջ ես չեմ կարող շատ հարցեր իրար հետ քննարկել ու պատասխան ստանալ։ Գոնե այն մասշտաբով, որ իսկին համապարփակ կլիներ։ Իսկ իսա բան չեմ ուզում ներկայացնել եւ չեմ ուզում իրան անհարմար վիճակի մեջ դնել։ Նորից եմ կրկնում, գայթակղությունը մեծ է, հետաքրքրությունը մեծ է, հա, ինչ որ բաներ ասելու, բայց ես գիտեմ, որ ինֆորմացիոն վակուում կա այնտեղ, այլ չեմ ասում, որ տարբեր մարդիկ են տարբեր ինֆորմացիա տալի, երբեմն հնարավոր է, որ ոչ ամբողջական եւ ոչ ճիշտ։ Թե այս հերացումը պաշտոնից ինչի համար էր եւ ինչ մեղքեր գործել Անուշը, ես տեղեկ չեմ։ Հա, հիմա մար առանձնապես որպես անձ հետաքրքիր չի եղել, ես մեկ անգամ նայել եմ, լսել եմ իրան քաղաքական իմաստով, ուղղակի լիքիներ, որ ուզում էր օգնացել էր Վարդան Ղուկասյանին, այդքան բան։ Հա, հուսով եմ Վարդան Ղուկասյանը ինքը սա բացատրությունը կտա, ինձ ուրիշ բան է հետաքրքրում, ոչ թե ով այնտեղ ներկայացուցիչը, այլ մասնակցել են ընտրություններին, թե ոչ, եւ ով է լինելու այն տեխնացուն, որին կաջակցի Վարդան Ղուկասյանը, որովհետև դրանից նաև կախված է քաղաքական բալանսը, ինչպես կարա փոխվի Հայաստանում։ Այս կոնտեքստի մեջ ոչ մեկ չգնահատի Վարդան Ղուկասյանի ազդեցությունը քաղաքական դաշտի վրա։ Սա փաստ է, սա նույնիսկ եթե մի տարի Վարդան Ղուկասյանը ինքը բանում չի, կարողացել է Նիկոլի եւ Ալիևի ռեժիմները լրացնել, քաղաքական դաշտում չի, բայց ես կաթիլ անգամ չեմ կասկածում, որ ազդեցությունը դեռ մնում է, հետևողները դες սպասում են, ամենապես այդքան հարցերի առատությունից, որ ես եմ ստանում, ես դա կարող եմ ենթադրել։ Հուսանք, որ ինքը շուտով բացատրությունը կտա եւ ամենակարևոր հարցին կպատասխանի ինքը մասնակցելու են թե ոչ եւ ում են աջակցելու, որովհետեւ ես վստահ եմ, որ Վարդան Ղուկասյանը ինքը չի կարող ինքն առաջադրել որպես վարչապետի տեխնացու։ Այսքանը կասեմ այս թեմայով։ Այսօր երաբերում էր նաև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, ուզում ես տեսանյութը մի պահ նայենք։ Ժողովը
ինչու որոշվեց Հայաստանից դուրս տանել, ինչ մտահոգություններ կար։ Արդյոք կար ձերբակալությունների մտահոգություններ։ Լավ է, հապարտ գուցե օրվա խորհրդի արդի մի բան ասեք։ Այսօրը կարծես է նսեմացում է, հաղթանակները նսեմացում են։ Ես երբ որ ես տեսանյութը տեսա, ինձ թվաց հետևողականորեն խուսափում է պատասխաններից կաթողիկոսը, ճիշտն ասած մի քիչ հասկանալի չէր ինձ համար ինչու, մինչև չտեսա այս տեսանյութը, որտեղ ինքը իր այստեղ Սիրելիներ, ամեն առիթով երբ այսօր մենք այստեղ իրական վայր, մենք ձեզ մի խնդրանք ներկայացնում։ Չխաթարել օրվա խորհուրդ։ Թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ։ Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք։ Եկել ենք այստեղ մեր զավակների շատակի առջև եղավ աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարոր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ եւ չխաթարել օրվա խորհուրդը։ Ավելորդ հարցումներով։ Այդ հարցումները դուք հնարավորություն ունեք այլ առիթներով ուղղելու։ Կապ հաստատեք այլ առիթներով եմ ասել, կապ հաստատեք մեր տեղեկատվական լավն է պատասխանը, բայց այնտեղ երբ որ հարցնում էին եպիսկոպոսատ ժողովի մասին, ինչու ստեղ ոչ, ես օրինակ ակնկալում էի կաթողիկոսի պատասխանը։ Ես կուզենայի, որ ինքը թեմային անդրադառնա, որովհետև ես ինքս այդ հարցը փորձել եմ պարզել մի քանի հոգևորականների հետ բարձրաստիճան, եւ առնվազն 2-3 հոգևորականի հետ այդ մասով զրուցելուց ես համախառն եզրակացությունների արդյունքում եկան եզրակացության, որ կաթողիկոսը վստահ է եղել, որ այդ մարդկանց եւ դրսից մարդիկ են լինելու, որոնք այդքան ցանկալի չեն այս իշխանությունների համար եւ կարող է լինել ձերբակալություններ, անախորժություններ եւ այդ մարդիկ նաեւ ասում են նամակներ ա եղել, որտեղ մտահոգություն են հայտնել, գան թե չգան իրենց անվտանգության համար։ Սրանցից որ մեկն է ճիշտ, որ մեկն է եզրակացություն ես չեմ կարող ասել, բայց անվտանգության ֆակտորը ստեղ կա, դրա համար էլ շարից փորձանքից հեռու կաթողիկոսը ճիշտ որոշում է կայացնել, անցկացնել Վիեննայում։ Ու ամենատակրկիրը գիտեք որն է, որ իշխանական կաթողիկոսների կներեք, իշխանական կարգալույծ քահանաներն էին նեղվել այդ հանգամանքից, այսինքն իրանք ամեն դեպքում մի բան ուզում էին անեին այդ ընթացքում, որից զրկվեցին, եւ այս առումով կաթողիկոսի քայլը շատ ճիշտ էր, եւ ինքը կարող էր այս հարցին սկզբունքորեն պատասխանել, որ գիտեք ինչ, մենք այդքան էլ վստահ չէինք, որ ամեն ինչ հաղթագնալու, որ անվտանգության խնդիրները լուծված են, հենց դրա համար էլ մենք այստեղ չարեցինք այդ բանը միջոցառումը։ Իսկ որպեսզի Նիկոլի հետևորդ բոլորը հասկանան իրանց չի սպասում, ես ուզում եմ այս հիշում եք, չէ՞ սա այն բազմաօգտագործված, ինչ դերում ասես տեսանք սրան, էլի, այն ականջին, տատույով։ Տեսեք իրեն ոնց են դիմավորում։ Չեք այսօր չեք խոսելու։ Մենք եկել ենք Երևանում, չենք եկել խոսելու։ Եպիսկոպոսներից ովքեր հայ առաքելական եկեղեցու բարենորոգմանն են միացել, նրանցից գալու են այսօր այստեղ։ Այդ ձեր գործը չի, մենք եկել ենք իրապապուտ գերեզմանին, մենք եկել ենք Երևանում, հետո ձեր համար բան չի, արենա չի, եկել ենք ցեղասարդից։ Աստծո, սա պապը Երևանում է թաղված։ Ու ինքը նրա կողքն է կանգնած, նրան ծառայում, ով Երևանը իսկան մեծացել է այս աստիճան, ով Երևաններ է ստեղծել, ով այս ամբողջ Երևանի պատմությունը համարես տերորիզմի գործողություններ։ Հիմա սրան ինչ ասես։ Սրան ինչ ասես, հələ արածը մի կողմ,
չասես, բա այ փթիր ամբողջ բովանդակությունով քո պապու գերեզմանին ես եթե եկել նշանակում ինչ որ հարգանքի բան կա, չէ՞։ Բա քո հարգանքի բանին աղբյուրին ասում են տերորիստ։ Դու ո՞նց ես պապուտ տերորիստ ասողի ծառայում։ Քեզ ինչ ասեն։ Քեզ ինչ կարելի է ասել։ Ես չգիտեմ սանց ցանկացած մարդ ով մարդ է կորցրել կամ ինքն է մասնակցել այդ պատերազմներին եւ առաջին եւ երկրորդ ու Նիկոլ Փաշինյանի կողքին է դրանց ավելին ասել հնարավոր չի դրանց համար բառը հայկական բառարանը բառ չի գտել որովհետեւ այդ վիժվածքը բոլորին ովքեր մասնակցել են այս պատերազմին ովքեր մտահոգվել են այս պատերազմով բոլորին ասես դուք տերորիստ եք դուք գնացել եք ուրիշի երկիր դուք մարդ եք սպանել, դա ձերը չէր։ Հիմա փաստորեն սրա պապա տեղա թաղված։ Այն տատներ իրան ուզում է բանալի։ Փրկի, բա չասես այդ տիկին։ Քո համար էլ է նորմալ, որ ամուսինը տերորիստ է։ Թե ասենք այդ փող այդքան բան է փոխում ձեր կյանքում։ Բոլորդ Գերամ Նազարյան եք, ես չեմ հասկանում։ Հիմա թող սա էլ վստահ լինի։ Այս ամեն ինչը անցնելու է։ Անցնելու է ուղղակի։ Դուք չեք կարողանալու սենց հանգիստ քայլեք։ Կամ ամեն քայլափոխին ձեզ հիշացնելու են ով եք։ Հիմա կարող եք լռել։ Գնա, տղա ջան, դու չգիտես, որ դու հուդա ես։ Շնորհավորում ենք։ Ինչու եք բարկացել։ Արա դենուշը։ Հուդա ընտերին վեկալել է եկել էստեղ։ Եկել է սուրբ մարդ կերած մոտ է սուրբ որով, դե չջղայնանաս։ Բա ինչի է բերելա, որ ինչ։ Ստեղն էլ են հարամում արը։ Մի հատ էս ամոր ատել էսել են ուզում հարամ։ Դե մամը գել չենք թողում, չենք ուզում։ Իրա պապն ստեղա, ման են գալի թե իրա պապնով է, հա։ Ման է գալի թե պապնով է, թավ։ Ադրբեջանում ասեն։ Աննասուն են, աղից, չես կարում ուզում ես հանգիստ ապրես չի լում, հա։ Այ քեզի բը։ Հետաքրքիր է, որ պապու գերեզմանը չէր գտնենք, թե քթավ գնաց, թե եկել է ռազմետքի, դու չհասկացանք։ Ամեն դեպքում պետք է իրանք իմանան, որ այսպես քայլելու տեղ չեն ունենալ, չեն կարողանալու քայլել։ Եվ օրը գալու է, որ այս դիպուկահարները, պատկերացնում եք Փաշինյան Նիկոլը եռաբլուզել գնում է դիպուկահարների ուղեկցությամբ։ Օրը գալու է չի լինելու։ Չի լինելու ուղղակի, որովհետև քիչ չի հասնել այդ ամեն ինչը։ Բայց ժամանակ ինչ եք անելու։ Սպասում եք այդ օրվա։ Դե հիմա ասենք քաղաքական դաշտին։ Մեծ սա լսենք։ Կրեք մի քիչ հարցս բացեմ, այսօրվա աշխարհում տեսնում ենք ուժի գործոնը շատ մեջտեղ է բերվում եւ Դավոսում Կանադայի վարչապետի խոսքը հիմա շատ այսպես տարածված է, փոխվում են անվտանգության, պաշտպանության ընկալումների եւ բանաձևեր, այսինքն ուժն է ծնում իրավունք դոկտրինը չափազանց արագ առաջ է մղվում։ Հայաստանը այս իմաստով նաեւ ձեր նշածով դիրքավորվելով կամ այսօրվա իշխանության քաղաքականության քողի ներքո դիրքավորվելով արդյոք անվտանգություն ստանում է։ Արդյոք դա լիարժեք ինչ որ երաշխիք է, չգիտեմ։ Գիտեք, Հայաստանի իշխանությունները այդ ուղղությամբ քայլեր անում են։ Եվ հնարավոր չի մի կողմ դնել են փաստը, որ այդ երկու փաստաթուղթը Թրամփի հետ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Այդ գիտեք ինչի առաջ եկավ, որ համոզիչ թվա, դե հիմա իրան հետ դրեք։ Ռոբերտ Անանյանցը խփի գլխին թողել գնա։ Ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, ինչ է ստորագրել։ Դա նախաստորագրած է, որը փաստաթուղթ չի, տգետ։ Ու սա թե վարչապետի տեխնացու է, Ռոբերտ Անանյան։ Հիմա ասես ճակատին խփի թողեք գնա։ Բայց չի ասեցին ինչ փաստաթուղթ ասում։ Դա նախաստորագրած մի հայտարարություն է, որը ոչ մի իրավական ուժ, հետևանք, բովանդակություն չունի։ Դա ինչ է ստորագրել։ Դրա համար ինքը sense առաջ եկա, որ ավելի համոզիչ դառնա իր խոսքը, բայց առհակ ու բախտից։ Բապուս չենք մենք ստե նստած։
ամոթ քեզ Ռոբերտ Անանյան քո լրության համար։ Եվ այդ երկրորդ փաստաթղթի երկրորդ կետը վերաբերվում է կիսահաղորդիչների։ Դա փաստաթուղթ չի, տգետ, նորից եմ ասում։ Դա ընդհանրապես մեմորանդում է։ Հայերեն ասած, նպատակների մասին հայտարարություն, նպատակների մասին, դա փաստաթուղթ չի։ Դու չես կարող դա ներկայացնես, այսինքն դու կարող ես քո նման իդիոտների ներկայացնել որպես դա փաստաթուղթ։ Բայց մի քիչ հասկացող մարդկանց մոտ դու ես իդիոտ։ Առաջի կետը վերաբերվում է կիսահաղորդիչներին, երկրորդ կետը վերաբերվում է ատոմակայանին եւ երրորդ կետը վերաբերվում է ճանապարհներին։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները այս տարածաշրջան մտնում է երկարաժամկետ։ Սա երկարաժամկետ, որ Միացյալ Նահանգները այս տարածաշրջանում պատրաստվում է ներդրումներ անել։ Գիտեք ինչի առաջ եք ավելի։ Սուտ է խոսում պատրաստում ներդրում անել, որ գալիս է առաջ։ Ո՞վ ասեց քեզ։ Ո՞վ ասեց քեզ։ Տրամպը փող է հավաքում սաղից։ Քեզ խոսք է տվել Տրամպը ներդրում անելու։ Թե որ ասում ես Տրամպը դու նկատում ես Ալիևին։ Սրանք իրենք էլ չեն հասկանում, ինչքան թափանցիկ են իրենց տգիտության մեջ։ Նստիր երկուս։ Դու նույնպես Ռոբերտ Անանյան, քո լրության համար։ Դու թույլ ես տալիս քո մոտ մարդկանց մոլորեցնել, ստեն ես աստիճանի։ Մեծ ներդրումներ։ Ինչով է դա առնչվում անվտանգության հետ։ Անվտանգությունը մի քանի բաղադրիչներ ունի։ Բաղադրիչը մեկը արտաքին քաղաքականն է։ Եթե քո ընկերը Միացյալ Նահանգներն են, քո վրա հարձակվելը խնդիր է դառնում։ Օլալա։ Եթե քո ընկերը Թրամփն է, քո վրա հարձակվելը ընդհանրապես պահի հարց է։ Այդ պահին ոնց, այդ հարցին ոնց անայում Թրամփը։ Քո ընկերը Ամերիկայի Միացյալ Նահանգները չի, դու Ամերիկայի Միացյալ Նահանգները դու ոչ մի փաստաթուղթ ստորագրած սենատով հաստատված, ազգային ժողովով հաստատված, ոչ մի բան չունես։ Իսկ ինչ վերաբերում է, որ քո ընկերն Ամերիկան է, դու խնդրեմ չունես, քրդերն էլ էին այդպես մտածում։ Քանի օքի ես անհավատում հիմա։ Ես կես տոկոսանոց ոչնչությանը։ Եթե քո երկրում կան Միացյալ Նահանգների ներդրումներ, նման ներդրումներով կառուցված գործարանները կամ այդ տարածքները ռմբակոծելը խնդրահարույց է դառնում։ Յա, Ռոբերտ Անանյան, ման չես պարապ նստետ է։ Բասա, ասա արարատ քթիտ տակը, այ ոչին, քթիտ տակը գործարան էր սարքվում, Ամերիկայի դրոշներն վրեն դրած։ Երկու հատ կարակեցին դրոշը հավաքեց ու գնաց։ Նստեք երկուսը դել, երկուս։ Եվ կա հետևյալ բանը, այս բաղադրիչներն են, որոնք Հայաստանի տնտեսությունը կարող են բերել թռիչքաձև աճի։ Այս բաղադրիչները կարող են բերել թռիչքաձև աճի։ Երևի կա ինչ-որ մի հատ բան գիտեք, շերտ, կարող մի քանի 100 հոգի։ Սես լուրջ նստում նայում են, ասում են դե հենա նստած լուրջ դեմքով խոսում է, փողկապել կապել է, թռիչքաձև բաներից է խոսում։ Բառեր է օգտագործում։ Իմպորտի բառեր է օգտագործում, ում խելացի մարդը կարող ճիշտ ասում։ Հա, կես տոկոս։ Այն ինչքան որ քեզ ցեն տվեցին։ Արամ Սարգսյան։ Իսկ ես միշտ ավելի խայտարարություն։ Հաստորեն sense մարդ կա։ Այսպեսի մի ինչ-որ ռազմական փորձագետ կա, որ ի սկզբանե սկսեց խոսալ, մեղքս եկավ, անկեղծ եմ ասում։ Մեղքս եկավ համ ինքը, համ Հայաստանը, որի ռազմական փորձագետը ինքն է։ Այս երիտասարդը։ Եվ որ տեսա Պետրոսի մոտը, ասեցի, էս ինչ թազա մարդ են գտել, նոր։ Ու ինքը ինչ պետք է ասի, պես ռազմական փորձագետ, որ մեզ համոզի, որ մեզ բանակ պետք չի օրինակ։ Կամ որ պարտվելը դա ամենատրամաբանական երկրներ 20 թվականի պատերազմում։ Այսինքն այն ինչ որ Պետրոսին պետք է որ ապացուցել, լսենք մի քիչ։ Քաղաքական հարց է, բայց եթե այս հարցին պատասխանը չկա, բանակաշինության պատասխանը արդեն խնդիր է դառնում։ Իսկ ինչի համար է բանակը, ինչ չափով ռեսուրս է պետք դրա վրա ծախսել, այդ հարցերն են սկսում գալ։ Ու իմ կարծիքով մենք տենց էլ չորոշեցինք, որն ենք ընտրում, էլի մինչև վերջ, մինչև 20 թվական։ Իսկ
Ավելի եթե իջնենք մի քիչ ավելի պրակտիկ առումով, Ադրբեջանը մինչև 2000, ես կասեի, տենց 6-7 թիվ ինքը տենց շատ արագ տեմպերով դեռ չէր վերազինվում, հատկապես մինչև 2002-3 թիվ Հայաստանը համարյա նույն ժամանակ ա եղել Ադրբեջանից շատ ռազմական բյուջե ունեցել, կամ ոչ շատ այդքան քիչ, հետո որ այդ նավթը իրանք շատ սկսեցին վաճառել, շատ արագ իրանք փոխեցին իրանք ստրատեգիան եւ ինձ թվում է 2007-8 թվին արդեն պետք է բոլորին պարզ լիներ, որ ինչ որ մի բան Հայաստանը պետք է անի, որովհետեւ շատ սխալ տրայեկտորիայով Բայց մենք շարունակեցինք նույն գիծը։ Բայց մենք ռազմական փորձագետ է։ Եվ մոռացավ ասել, որ Ադրբեջանը 5 միլիարդի զենք էր գնում։ Ադրբեջանը Ռուսաստանից։ Բայց ինքը ռազմական փորձագետ է։ Ու Պետրոսը իր լուրջ դեմքով նայում է աշկերին։ Ինչ մեղք է, չէ, Հայաստանը, որ իր ռազմական փորձագետ է, շարունակեցինք նույն գիծը, մինչև ես կասեի 2015-16 թիվ, երբ որ եղավ առաջի ոնց որ արդեն այդ զանգը Քարորյա պատերազմը 16-ին էր, ապրիլին։ Քարորյան եղավ, բայց երբ որ Քարորյան եղավ, արդեն դիսբալանսը շատ մեծ էր դարել այդ ժամանակ եւ այն գումարները, որ փորձեցին սկսել ծախսել անել գնումներ, ինձ թվում է արդեն բավականին ուշ էր եւ չեմ կարող ասել, որ այդ ընտրություններն էլ թե ինչ ենք գնում, ոնց ենք փոփոխում բանակը օպտիմալ են արվել, բայց հարցը լուծել 300-ից 500 միլիոն դոլարով 4 տարվա մեջ արդեն չէր լինի այդ պահին, որ մենք այդ որոշեցինք Լսեցինք 300-ից 500 միլիոն դոլարով այդ հարցը լուծող չէր, լսեք շարունակությունը 16 թվականին։ Նույն ժամանակ ես ճիշտ ասած, ինչքան էլ ասում են, որ գումար երկրում չկար, ես չեմ հավատում, որ օրինակ 2008 կամ 10 թվից 100 միլիոն դոլար Հայաստանում հավելյալ գումար չէր լինի գտնել։ Սա Նոր 300-ից 500 միլիոն էլ ասում հարց չի լուծում, բայց 100 միլիոնը ստեղ արդեն հարց է լուծում։ Բացի Հայաստանից Հայաստան ու դիասպորա որ վերցնենք սկզբի ասածն է, իհարկե 100 էլ կգտնվել 200 էլ, բայց մենք այլ այո տեսլական ունեինք։ Բայց ինչն է մենք ես կասեի տեսլական չունեինք, դա ամենավաղ։ Դե մեր տեսլականը դա տեսլական չունենալն էր։ Հա, ռուսները մեզ կօգնեն։ Հիմա ստացվում էր, որ օրինակի համար շատ պրիմիտիվ կարելի է հաշվարկ անել, ասենք 100 միլիոն դոլար տարին, որ հավելյալ գնումների պրոստը կարանային գտնեին, կստացվեր, որ վարկով կարելի էր 2008-10 թվին 1.5 միլիարդի օրինակ զենք գնել միանգամից։ Նույն Ռուսաստանից, որի հետ մենք այն ժամանակ հարաբերություններ ունեինք, կլիներ դա համարյա նույն չափի զենք, ինչ որ Ադրբեջանը գնեց այդ նույն ժամանակ։ Սա ռազմական փորձագետն է։ Ասում Ադրբեջանը 5 միլիարդի զենք էր գտնում ու պրոբլեմը գիտեք որն էր, որ 2008 թվականից տարին 100 միլիոն ավել զենք չի գրել, որ ընդամենը ասենք 15 տարվա մեջ կներ 1.5 միլիարդ։ Բայց Ադրբեջանը 5 միլիարդ է գնել ու սա ռազմական փորձագետն է, սա իր վերլուծությունն է։ Լավ, այ ռազմական փորձագետ։ Մինչև 2018 թվին եղել է։ 18-ից 20 թիվը 2 տարի էր։ 2 տարի։ Ատոզին էր։ Ի վերջո ասել, որտեղ է այդ ապացույցը, որ Հայաստանը զենքի պատճառով է պարտվել։ Որտեղ է այդ ապացույցը, դու ունես այդ ապացույցը, որ թվերի մասին ես խոսում։ Դուք չեք ամաչում։ Դուք չեք ամաչում ծաղրանքի առարկա դառնալու։ Երկու տարբերակ կար, կամ դուք մտածում եք, որ ձեզ լսողներն այնքան հիմար են, չեն հասկանում դուք ինչ եք խոսում։ Դուք այդ ռակուրսի տակ եք նայում ժողովրդին։ Կամ այնքան հիմար եք, որ դուք չեք հասկանում դուք ինչ եք խոսում։ Մա ցույց տու որտեղ է զեկույցը, այդ պատճառը, որ այ որ 100 միլիոն ավել զենք առնեի, այդ 1.5 միլիարդներ պակասում, որ մենք հաղթեինք պատերազմում։ Շրջանում, երբ որ զենքը շատ ավելի էժան արժեր, քան հիմա, այն ժամանակվա 1.5 միլիարդը, այսօրվա 1.5 միլիարդի հետ ոչ մի համեմատություն չի։ Բայց մենակ զենքի քանակի հարցը չի, բանակաշինություն։ Դա էլ հետը, դե նայեք, երբ որ զենք էլ եք նոր առնում, ինքն էլ է ինչ որ չափով մի քիչ ստիպում սովորել նոր մոտեցումներ, բայց դրա հետ էլ եմ համաձայն, դա էլ մի ուրիշ խնդիր է, դա էլ խնդիր է, որ մենք
ինչքան էլ դա տարօրինակ կարող է հնչել, 94 թվին ավելի մոդեռն եւ լավ բանակ ունենք, քան օրինակ 2015 թվականին կամ 2020 թվականին։ Որտեղ այն ժամանակ նույն 94-ի վիճակն էր, բայց որը արդեն ահավոր հնացել էր։ Ժողովուրդ, անգելի հետևորդներ։ Խնդիրը ինչի որ միայն վատա։ Խնդիրը նա է, որ մեզ ցույց են տալի, այն կադրերը, որոնք ցույց են տալի, ապացուցում է դառնալ մի բան, որ ավելի վատ է լինելու, եթե սրանք մնացին։ Եթե երիտասարդին ոչ մի բան չեմ ուզում ասել, մի հատ բանը, եղբայրաբար մի հատ խորհուրդ կտամ։ Էլ մի խոսա։ Ես հիմա առաջի անգամ այսպես թեթևի մեջ ներում եմ։ Ուղղակի մի խոսա, քեզ որ կհրավիրեն, կամ խոսե այն ինչ որ ճիշտ է, կամ ի սկզբանե ասա, ես այսքան եմ հասկանում, նյութին չեմ տիրապետում, հա, այսքան եմ հասկանում, նյութին չեմ տիրապետում, այնպես որ շատ խիստ մի գնահատեք։ Այդ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բան կար, մի 100 տարի առաջ դաշնակահարներին գնդակահարում էին, հենց լավ չէին նվագում, գնդակահարում էին կավբոյները։ Մինչև մեկը գրեց դաշնամուրի վրա, ասես մեծ բառերով, մի գնդակահարեք այդ դաշնակահարին, ինքը նվագում այնքան, ինչքան ինքը կարում է։ Կամ այդպես մի անգամից հայտարարեք, որ դուք խոսում եք ինքան ինչքան հասկանում եք, կամ ձեր կրթությունն ինֆորմացիությունը թույլ է տալի, կամ ընդհանրապես մի խոսացեք։ Սա հանրային հեռուստատեսությունն է։ Եթե սա է արդեն բանը մեր մոտ էքսպերտային մակարդակը վերլուծության, ուրեմն մենք խաթաբալադայի մեջ է ասում, մենք մերել ենք, բայց մեզ չեն ասում, որ մեր տրամադրությունը չընկնի։ Միջդեռ ես մի քիչ ակտարցիկ եմ մեր մասին։ Ուղղակի Պետրոսները այս դեմքով պեղում են նրանց, ում լսելու կասկած չի մնում մոտդ, որ մենք մերել ենք արդեն։ Ֆեբրուարի 7-ից ավտոապահովագրական ծառայության սակագինը 3000 դրամով բարձրանալու է։ Փետրվարի 2-ից սպասվում են հետևյալ փոփոխությունները ապավոլորտում։ 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած միջակայքում ապա չկնքած կամ հիմա առաջին անգամ ապա կնքելիս ապայի ստանդարտ արժեքը կլինի 41000 դրամ անկախ ձիաուժից։ Փոխհատուցման վնասի չափը չի ավելանալու, պայմանագիրը մնալու է նույնը։ Անքը սրանց հետո մենակ վատանալու է, ուրիշ բանի հույս հանկարծ չունենա։ Վերջ։ Սրանց հետո մենակ վատանալու է, ուրիշ բանի հույս չունենա, այս մարդը ասել է։ Բարձ ասել է։ Ավելի վճարելու եք, բայց վթար եղավ։ Փոխհատուցումը նույնն է լինելու։ Իրենց փողապետ։ Գույքը հարկը կրկնակի թանկացավ այս տարի, ամեն տարի 100%-ով թանկացել է։ Ամեն տարի 100%-ով թանկացել է։ Կրկնակի, ասում եք, բանը երկրաշարժական պրոգրեսիա է, սկզբան գոյություն չունի։ Երկուսի քառակուսին է, էլի։ Ամեն տարի կրկնակի թանկանում է, երկրաշարժական պրոգրեսիայով։ Քանի հազար բան կա, մեքենա ունեցող կա, իրանք բոլորը պետք է հասկանան, իրանք թանկ ապա են վճարելու, ուրեմն թանկ բենզին են լցնելու, թանկ գույքը հարկ են տալու, որովհետև ունեն իրենք գլխին իրենց Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ միջև վերջի ապուշի գլուխը մտնի, որ աղբեր իր հետ ապագա չկա, որ ինքը ձեռներից բռնած, աշնի հետ մեջ նայելով, այդ մասին ասելով տանում է դեպի կործանում, այսինքն վերջնական նպատակը Հայաստանը ապրելու համար անհնար տարածք ստեղծելն է։ Այսինքն Հայաստանում ապրելը լինելու է անհնար հասարակ մարդու համար։ Եթե դու օլիգարխ չես, կուսակցական չես, դու հասարակ մարդ ես, դու չես կարողանալու դրանից։ Այսօր արդեն ոչինչով չարդարացված Հայաստանում կյանքը շատ ավելի թանկ է, քան ցանկացած տեղ։ Դժվար չի լինում։ Դժվար չի լինում, ամեն ինչ մնա նույնը, կյանքը թանկանա։ Աշխատավարձները մնա նույնը, թոշակները մնա նույնը, սպասարկումը մնա նույնը, որակի իմաստով ավելի վատանա, բայց ամեն ինչ թանկանա։ Չի լինում այդպես բան, էլի։
բայց Հայաստանում լինի։ Նենց որ հարգելի վարորդներ, ովքեր Նիկոլ եք ընտրել, ես ձեզ շնորհավորում եմ, դուք պետք է քաշեք բոլոր հետևանքները։ Նիկոլի քարոզիչների համար եմ դնում, նույնիսկ Եվրոպան է ասում, որ աշխարհը չկա, առաջվանը չի։ Վերջացել է, աշխարհակարգը փոխվել է։ Եվրոպան Ամերիկա չի, Ամերիկան Եվրոպա չի։ Դրանք արդեն ոչ թե համագործակցող կենտրոններ են, դրանք հակազդող, մրցակցային եւ Թրամփի շնորհիվ արդեն թշնամական կենտրոններ են։ Ուզած չափազանցություն չի։ Ուղղակի Հայաստանում Նիկոլի քարոզիչները այդ մասին չեն լսել, չեն ուզում լսել։ Չեն ուզում նույնիսկ մտածել այդ մասին, որ դա հնարավոր է։ Բայց ուզեք չուզեք, սա հնարավոր է եւ դա արդեն իրականություն է։ Այդ մասին ասում նաեւ Կայա Կալասը։ Սա գլխավորների շատ են տալու։ Եվրոպան այլևս ԱՄՆ ծանրության կենտրոնը չի։ Չի, այո։ Էլ չի կարա առաջվա նման վստահ լինի Եվրոպայի վրա այսքան բանից հետո։ Պետք է մտածի ռազմաբազաներն ինչ անելու Գերմանիայից, Ռամշտայնից, ում պետք է տանի, հա։ Ոնց է տեղակայելու, ոնց է հանելու այդ ամեն ինչը, ինչ հարաբերությունների մեջ է լինելու։ Որտեղ այն ինչ որ անում է Թրամփը, դա հակառակ է ոչ թե Եվրոպայի տնտեսական շահերին, չէ, դա պես Եվրոպա հասկացողությանը։ Եվրոպա հասկացողությունը մի քիչ ավելի լայն է, քան ընդհանրապես տնտեսություն կամ ռազմական արդյունաբերություն։ Եվրոպան դա քաղաքակրթության պահապանն է, պահպանածն է։ Այսինքն այն ինչ որ ստեղծվել է Հունաստանում, Հայաստանում, Եվրոպայում դա պահպանվել է։ Կարողացել են մարդիկ պաշտպանել։ Այն ինչ որ գեներացվել է այս տարածքներում։ Իրանք հասկանում են, որ իրանք այսօր դարձել են թիրախ դրա համար թշնամական բևեր է ստեղծվում, լավ է նա, որ այդ բևերը այսօր ունի ընդամենը 9-10 մասնակից մոտարապես, դրանք շատ չեն, Ռուսաստանը ոնց որ չկա այնտեղ այս ցուցակի մեջ, չնայած Բելարուսը կար, Ղազախստանը կար, բայց Ռուսաստանը ոնց որ թե չի շտապում, կամ սպասում է, որ իր փողը պետք է Թրամփը տա, կարող է շատ փող տա։ Դա ի վերջո դա կախված է նաև Ուկրաինայի հարցը ոնց կլուծի, Թրամփը խոստացել է, որ Ուկրաինան տալու է անպայման, սա էլ Արամ Զավենովնային ականջին ասեք, ինչ է նշանակում լինել Թրամփի ինգեր, որ քեզ մի ասես բոտերի տակ մատաղ անել։ Ինչպես հիմա քրդերին են անում։ Քրդերին։ Չէ՞ որ Սիրիայի քրդերին զգուշացեցին հանգարց հասակի Իրաքի քրդերին օգնության, Թուրքիային կասենք 2 ստեպ կվերացնի։ Ինչքան պետք էր քրդերին օգտագործեցին Սիրիայում, Իրաքում, Թուրքիայի դեմ, հիմա հանձնում են Թուրքիային։ Էսա։ Ու այսօրվա աշխարհն էսա։ Թրամփի Ամերիկան ասա։ Կարող է վաղը փոխվի։ Ու ես հույս ունեմ, որ վաղը կփոխվի։ Խնդրեմ։ Թրամփը իր ու Պուտինի բանը նկարը կախել է իր սենյակում։ Սա կատակ չի։ Բայց ինքն Պուտինին Խնդրեմ։ Այնքան ասիլում իր ու Պուտինի նկարը կախել է։ Գիտեք ինչի համար։ Հարցն չի, որ ինչքան լավն է Պուտինը, ինչքան չէ։ Իր կումիրն է Պուտինը։ Ինքը ոնց է կարողանում երկրներ գրավի, ոնց է կարողանում ում պետք է նստացնի, ում պետք է սպանի, ինչ ուզում անում է, իր կումիրն է։ Ինքն էլ է երազում Պուտին դառնա։ Ո՞ր երազում է։ Այս մի տարի է, ինչքան նվաստացնում ասես ուտում է Ռուսաստանի կողմից, բայց ինքը օվալ կաբինետում իր ու Պուտինի նկարն է կախել իր կողքի։ Թրամփի սիրահարներն էլ ընդդեմ եմ շնորհավորում, ինչ ասեմ։ Սա է նեղված, որ ամերիկացիները զինված են, հիշում եք այսօր ասում է, սա քաղաքացիական պատերազմը հեռու չի։ Հիմա պնդում է, որ ամերիկացիները չեն կարող զինված լինել։ Սահմանադրությունը ազգում փոխի իրը, ասենց ասեմ։ Սա չի կարդացել սահմանադրությունը, ինքը չգիտի, որ սահմանադրորեն ապահովված է քաղաքացու զինված լինելը։
Սահմանադրորեն իմ ասում Ամերիկասին չի կարող զինված լինի, ոնց թե ինքը չի կարող զինված լինի, գիտեք ինչի, որտեղ շուտով սկսել են իր այսի զինվորներին սատկացնել փողոցներում։ Ասի եթե դու զինված ես կրակում ես իմ վրա, ով ասեց, որ ես քեզ չեմ կարող կրակեմ, ես էլ ինքնապաշտպանում եմ։ Ինքը դրանից արդեն վախեցած է։ Ինքը քաղաքացիական պատերազմ անում երկիրը։ Ու ամբողջ աշխարհն այդ վիճակին տանում։ Ու քաղաքացիական պատերազմի մասին ասում նաև Թեյլոր Գրինը։ Իր ամենայն յարկի աջակիցներից մեկը ասում է. դու արդեն տանում ես երկիրը քաղաքացիական պատերազմի։ Տղա ջան։ Քանի որ ամեն ինչ պատտվում է իշխանության շուրջ, ինչպես ես ասում էի, սան ամենաշատը անհանգստանում է իր վերընտրվելը եւ որը կարող է կասեցնի մենակ ինքը պատերազմով։ Մարդը բարձ ասում է Իսրայելին պետք է ստաբիլություն, ոչ թե ընտրություններ։ Ընտրությունները պետք չի։ Էլ չեմ ասում վաղ ընտրություններ։ Բացարձակապես ստաբիլությունն է պետք։ Որ ստաբիլությունը գուշակեք ով է։ Ինքն է։ Ինքը ապահովում է ստաբիլություն։ Ինչքան պետք է Պաղեստինցի է կոտորում, ինչքան պետք է աշխարհի ատելությունը գեներացնում է Իսրայելի նկատմամբ, ինքը դա կոչում է ստաբիլություն։ Գիտեք ինչն է ինձ մի քիչ հույս տալիս, որ այս գործիչները, այս կերպարները, սա 70 անց են, 75 պլյուս, 80-ի մոտերը։ Սա կեն հին սերունդն է։ Նիկոլն էլ է այդ կամ։ Նիկոլն էլ է այդ հին սերունդից։ Նիկոլը մանկություն չի ունեցել։ Պատանեկություն չի ունեցել։ Ինքը այդ հին սերունդից է։ Նույնը Ալիևը, նույնը Էրդողանը։ Ալիևը իր հոր շարունակությունն է, ինքը նույնն է, ոչ մի բանով չի տարբերվում։ Ուղղակի բան է, այդ սերունդի ներկայացուցիչներից է, որ Մեդվեդևի նման կարողանում է կոմպյուտեր օգտագործել, այդքանով է, բայց իր այն ամեն ինչով ինքը մնացել է այնտեղ։ Էսա։ Սա է մի քիչ բանանում ինձ հույս տալի, որ այսի գնացող է այս սերունդը։ Կգան քիչ ավելի տեխնոկրատներ, մի քիչ ավելի լայն հորիզոն ունեցող մարդիկ, մտահորիզոն ունեցող մարդիկ եւ կհասկանան, որ պատերազմը այդքան էլ լավ բան չի։ Եվ ընդհանրապես լավ բան չի։ Կարելի է այլ ձևով ապրել ունի։ Իսրայելը հաստատել է Գազայի նոր շինարարության պլանը։ Այս Նիկոլ Փաշինյանից սկսած մինչև Ղազախստան ղեկավարն էս որ նոր բանը որ ստեղծել են այս համույթը, այս կլուբը Գազայի շինարարության համար է։ Գազայի քաղաքական կռիչն են իրանք ու փողերը իրանց գնալու է դրա վրա։ Իսրայելն էլ հաստատել է։ Հաստատել է, որ ինքը ցեղասպանել է այդ ժողովրդին, 2 միլիոն սպանելու է կամ տեղահանելու է եւ տեղը արդեն հաստատված պլան կա։ Հաստատած։ Ու Հայաստանը դառնում մասնակից է ժողովուրդ։ Վաղը սա դնելու են մեր դեմը։ Ճիշտ է Ադրբեջանն էլ է այնտեղ, Ադրբեջանը այնտեղ է, որտեղ դրա դիմաց ինքը բան է ստանում, Հայաստանը ինչ է ստանում։ Հայաստանը համ ցեղասպանության մասնակից է, համ էլ իր անկախությունն է տալի դրան, համ էլ դառնում է ինքը հանցագործ երկիր։ Չնայած Ազատ Արշակյանի սա նշանակում է գնալ արևմուտք, որ Եվրոպան դեմ չի, ասեմ ավելին իր ասելով, Եվրոպան նախանձում է, որ Հայաստանը այս ձևով է գնում արևմուտք։ Դենաս իրանք իրանցից չեն ամաչում։ Չգիտեմ, մտքովս անցավ ուղղակի։ Իսրայելը շատ անհանգստացած, որ կարող է Իրանը խփի իրեն։ Սա առաջի դեպքն է։ Ես երկար ժամանակ առնվազն ես չեմ հիշում, որ միշտ լսել ենք հակառակ, որ իրանք են ուզում խփեն, որ իրանք են հարձակվելու, իրաները պատասխանելու, որ քեզ պատասխանելու։ Հիմա հակառակն են խոսում, որ եթե Իրանը խփեց, իրանք պետք է պատասխանեն։ Սա լավ չի։ Ես չգիտեմ սա տակ ինչ է տակնած, բայց սա նոր բան է։ Իսկ Իրանը խփելու մասին ոչ մի հայտարարություն չի արել։ Նախահարցակ լինելու մասին ոչ մի խոսք չկա։ Իրանին դա պետք չի։
Ես չեմ մտածում, կարող ենք մտածում ինչ մի բան սարքեն ասեն Իրանն ամեն վրա արձակվեց, մենք դրա վրա արձակվեցինք։ Ամեն դեպքում սենց լավ չի գալու, քան նոր բան այդ իրաց քաղաքականության մեջ։ Բա վերադառնանք Հայաստան։ Սերդի գանձի բամեիս է տակտները կշտացները սերդիգը ինքը օրամճնա սերդի կենե սերդի գանձի Այս մարդկանց ուրիշ բան է պետք։ Հարգանք եւ թոշակ։ Այդ սրտիկները պահեք ձեզ։ Սա դասի։ Այսօր մենք նշում ենք մեր բանակի տոնը, հունվարի 28-ը։ Բանակը ամուր է, ուժեղ է, կայուն է, ես հպարտանում եմ մեր զինվորներով։ Ցավում եմ, սակայն, որ մեր տղաներից շատերը այսօր եռաբլուրում ննջում են, խոնարհվում են, թե իրենց շիրիմների առաջ, թե իրենց ընտանիքների ծնողների առաջ։ Անցել եմ 3 պատերազմների միջով, մահապարտքին եմ, կանանց խորհրդի նախագահն եմ եւ շատ խորցավ եմ ապրում, որ մենք շատ հաղթանակներ, բազում հաղթանակներ կերտեցինք, բայց այսօր մենք մեզ մի քիչ նվաստացած ենք զգում, մեզ նվաստացրեցին, մենք նվաստ երբեք չենք եղել, հայը երբեք ծնկի չի եկել, ոչ մի ազգի առաջ, 90 թվականներից սկսված հայազգը միշտ հաղթանակներ է կերտել, ուղղակի ցավում եմ, չգիտեմ էլի բառը չեմ գտնում, որ խոսեմ, ուղղակի ուզում եմ շնորհավորեմ սահման պահող տղերքին, որ այսօր կանգնած են մենք այստեղ ենք, նրանք սահման են պահում այս ցրտերի մեջ, իսկ մենք այստեղ կանգնած ենք։ Կցանկանայի, որպեսզի բոլորը հարգանք ունենան բանակի նկատմամբ եւ ամենակարևորը միշտ զինվորի կողքին լինեն։ Այս ելույթները որ լսում եմ, ինձ տպավորությունն է, որ մենք բոլորս իրար պայմանավորվել ենք մեր խոսքի, մեր զգացմունքների, մեր եզրակացությունների։ Մինչդեռ սա պայմանավորվածություն չի, սա նշան է նրա, որ այդ ամեն ինչը կա, օդի մեջ հենց դա է։ Որ բոլոր գործողությունները ինչ որ տեսել ենք, ինչ որ մենք վկան ենք եղել, ինչ որ լսել ենք, միայն բանական մարդու մոտ կբերեր հենց այդ եզրակացություններին։ Ուրիշ տարբերակ չկա, մենք իրար չենք ճանաչում, մենք իրար ոչ իման շուրջ չենք պայմանավորվել։ Ընդամենը մենք այն նույն գործողությունների վկան ենք եւ դրանից տուժողները։ Հետեւաբար բանական մարդու մոտ եզրակացություններն էլ պետք է նույնը լինեն, հենց դա լինել։ Այն ամեն ինչը, ինչ անում է այս շայկան, ես զզվում եմ, ամեն ինչը։ Ու ես գիտեմ, որ իրանք մեր թշնամիներն են։ Ես դրա համար չեմ սկսի կոնկրետ թոշակների մասին խոսալ, այդ 10,000-ը ինչ որտեղ, այդ վերանցել չի պտտվում, ասեմ ղեկավարը կամ մի բան, ոբշիմ Նիկոլը, ինչ որտեղ ճիշտ է, որ ասմա 10,000-ը հարց չի լուծի, այդ ամեն ինչի իրա խղճի վրա թող լինի, ամեն մարդ պատասխան է տալու։ Չգիտեմ ոնց ես սիրում եմ իմ ժողովրդին։ Իրա պարզության, իրա տրամաբանության, իրա մաքրության մեջ։ Իրոք ես սիրում եմ։ Ես վստահում եմ, որ առողջ օրգանիզմի մեջ, երբ որ մի հատ վիրուս անգնում, ինչ է անում, հա? Ինքը թալախաբշտիկի նման ինչ որ միտեղից դուրս է գալիս, կամ տակության ձևով է դուրս գալի, կամ բշտիկի ձևով է դուրս գալի, դուրս է գալիս։ Եթե օրգանիզմը ամուր է, իմունիտետը բարձր է։ Ես ներքին վստահություն ունեմ, որ մեր իմունիտետը բարձր է։ Որ սրանք այդ թալախաբշտիկն են, որ դուրս է գալի, պայթի մենք էսենց մաքրենք, մի հատ յոդով վառենք այդ տեղը ու վերջանա գնա այս պատմությունը։ Հակառակ դեպքում, եթե սա մնաց օրգանիզմի մեջ, դες դեպքերում գանգրենա է առաջանում։
եւ օրգանիզմը սկսում է փտել, քիչ-քիչ մահանալ։ Սա է սպասվում մեզ, եթե մենք չազատվենք այս թարախաբշտիկից։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։